Հեսա կոնկրետ այս պամիդորի վիճակը արդեն ինքը всё բրծավ։ Ինքը նեխում փչանում է։ Ոսկետափ գյուղի բնակիչները դաշտից ուղակի չեն հավաքում լոլիկի բերքը։ Միևնույն է, չեն կարողանալու վաճառել։ Այս տարի շուկան գերհագեցած է լոլիկով, քանի որ Ռուսաստան արտահանում չկա։ Եթե նախկինում լոլիկը հանձնում էին գործարաններին եւ վաճառում շուկայում, ապա հիմա գրեթե ոչ ոք իրենց ապրանքը չի գնում կամ առաջարկում են շատ ցածր գին։ Ասում են, օգտվելով ստեղծված իրավիճակից, իրենցից 30 դրամով են գնում լոլիկը եւ մի քանի անգամ ավելի թանկ վերավաճառում սուպերմարկետներում։ Դրա համար էլ լոլիկի գները Երևանի խանութներում գրեթե չեն նվազում։ Պետք չի առիթից օգտվել։ Հիմա առիթը հենց է, առիթը հասկացանք, շուկա չկա, ուզած գործան ենք տանելու, եկեք առիթից չօգտվենք։ Բայց միևնույն ժամանակ պետք է անեցանենք, որ գյուղացու համար էլ լավ է։ Այսինքն մեր падգամ մարմինները պետք է անեցանեն, որ մեր համար լավ է։ Ոսկետափի տնտեսվարողների մեծ մասը իրենց ընտանիքները միայն լոլիկի վաճառքից ստացած գումարներով են պահում։ Բարսեղյան Վոլոդյան նույնպես դաշտեր ունի եւ ահռելի գումարներ է ներդրել իր տնտեսության մեջ։ Պարտքեր ունի, վարկ է վերցրել, որպեսզի գումար վաստակի եւ ընտանիքը պահի։ Էսի օրինակ 5000 մետր դաշտ է, ստե մի 40 տոննա մոտավոր մինուս պլյուս կլինի, բայց ասեք էլի 3 կտոր դաշտեր ունեն։ Ամենաառաջինը էսի է կարող։ Հիմա էսի պիտի հավաքվի, այսօր մեր ընկերը հավաքանում, պիտի ես էլ տանեի, ստիպված չեմ տարել, որ տանեմ ասենք ինչ անեմ, չի իրացում։ Մեզի տեղակ բան չի պահել, որ տեղակ պահել, մենք չենք դնի։ Մի քոլի վրա իրավունք չունի էլի, այսքան երկար մնա։ Ինքը եթե երկար մնաց, ինքը արդեն փչանում է։ Գյուղացիները անելանելի վիճակում են, չգիտեն ինչպես պետք է վճարեն աշխատողների աշխատավարձները, վարկերը ու հարկերը։ Նույնիսկ քիմիկատները պարտքով են վերցնում խանութից, հույս ունենալով, որ ի վերջո իրենց բերքը կընդունեն եւ կկարողանան գոնե պարտքերը փակել, որոնք միլիոնների են հասնում։ Նեխա պամիդորը, բայց ես լիսի ոնց ծախեմ, որ տանեմ այդ հողի հարկը տամ։ Հողի հարկերը ոնց տամ, մի հատ հարց է, ոնց տամ։ Նա չի ասում ախպեր, ոնց են տալու այս մարդիկ։ Գյուղացիները ակնկալում են, որ կառավարությունը տեսանելի ապագայում կամ կլուծի արտահանման խնդիրը, կամ ձև կգտնի կազմակերպելու, որ գործարանները ընդունեն իրենց բերքը։ Կառավարությունից օգնություն են խնդրում, որ ժամանակից շուտ առանց րոպե ուշացնելու բերքի մասին մտածեն, որ մենք կարողանանք մեր բերքը հանձնենք։ Գործարանին մենք չենք կարող ստիպենք ոչ մեկի։ Իրանց սեփականությունն է, կուզենան կընդունեն, կուզենան չեն ընդունի։ Միայն իրանցից է կախված, կառավարությունից։ Ու չգիտենք ինչ անենք, ծախսերը արել ենք, վարկեր մարդիկ վերցրել են, տոկոսի պարտքերի տակ չգիտենք ոնց անենք, որ պիտի փակվենք։ Այդքան բան, խնդրանքներս դա տեղ հասանեք մի օգնություն, մի բան անեն։ Հուսահատված գյուղացիները նախորդ օրը փակել էին Երևան երասմայրուղին ու բացել էին այն միայն երբ Վեդու համայնքապետը խոստացել էր բարձրացնել նրանց աջակցության հարցը։ Համայնքապետարանից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց։ Ասացին համայնքապետը տեղում չէ։ Էկոնոմիկայի նախարարությունից էլ ասացին տեղյակ են խնդրի մասին եւ մի շարք միջոցառումներ են ձեռնարկում տնտեսվարողներին օգնելու համար։